Եթերում update լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է եւ խոսքն այս դեպքում ոչ թե կառավարության, կառավարող մեծամասնության, քաղաքական հասարակության, այլ ժողովրդի մասին է, Հայաստանի քաղաքացիների։ 2018-ից հետո իշխանությունը որևէ ընտրություն կեղծելու փորձ չի արել։ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ելույթում վարչապետն է հայտարարել. Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է նաեւ հետընտրական պրոցես հասկացությունը։ Մինչդեռ 2018-ի հեղափոխությունից առաջ դա Հայաստանի քաղաքական կյանքում ամենահաճախ օգտագործվող տերմիններ։ Մարդիկ գիտեին, որ ընտրություններից հետո հետընտրական պրոցես է լինելու, բայց դա չի նշանակում, որ մեր երկրում ընտրական ժողովրդավարությունը խնդիրներ չունի։ Թեմայի նաև ապատեղեկատվության ու հայ-ադրբեջանական խաղաղության Բաքվում պահվող հայրենակիցների մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը ելույթում։ Հայաստանում որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի պրակտիկան շարունակում է կիրառվել։ Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև չկան գործնական մեխանիզմներ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար։ Եվ որպես հետևանք ընտրակաշառք բաժանած ուժերին քաղաքական եւ ընտրական պրոցեսից դուրս թողնելու գործնական մեխանիզմները կամ բացակայում են կամ անորոշ են, մյուս կողմից էլ նման մեխանիզմների գործարկումը կարող է մեկնաբանվել որպես ընտրությունները վերահսկելի դարձնելու փորձ։ Չնայած ընտրակաշառքով մանտած ստացածների ներկայությունը խորհրդարանում կամ տիմերում ընկալվում է որպես ժողովրդավարության անպաշտպանություն, երբ ժողովրդավարության գործիք ընտրությունները փողի գործադրմամբ օգտագործվում են ընդդեմ ժողովրդավարության։ Սրան գումարվում է ապատեղեկատվությունը, իսկ Հայաստանի դեպքում դա առավել խնդրահարույց է, որովհետև լրատվական ռեսուրսների մեծ մասը գտնվում է 2018 թվականի հեղափոխությամբ իշխանությունից հեռացված, իսկ ներկայումս որպես ընդդիմություն հանդես եկող ուժերի տնօրինման ներքո, ովքեր իրենց ապօրինաբար կուտակած հարստությունը ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից փրկելու համար դրանց մի մասը ծախսում են ապատեղեկատվության տարածման վրա։ Շատ դեպքերում նրանք աջակցություն են ստանում իրենց համախոհ արտերկրյա ուժերից։ Ապատեղեկատվության այս արշավի դեմ գործնական միջոցների ձեռնարկումը կարող է մեկնաբանվել որպես խոսքի ազատության սահմանափակման փորձ, իսկ գործողությունների բացակայությունը դիտարկվում է որպես ժողովրդավարության խեղճություն, անպաշտպանություն, երբ ժողովրդավարության գործիք խոսքի համացանցի ազատությունը փողի գործադրմամբ օգտագործվում է ընդդեմ ժողովրդավարության։ Նման իրավիճակների թվարկումը դեռ կարող եմ շարունակել, եւ սրանք խնդիրներ են, որոնց մի մասը գոյություն ունի ոչ միայն Հայաստանում։ Ժողովուրդը իր սեփական նախընտրական ասելիքը ձևավորեց եւ այն պատվիրակեց կառավարող մեծամասնությանը, եւ ժողովրդի նախընտրական ծրագրի առաջնային կետը խաղաղությունն էր։ Նա մեզ պատվիրակեց Հայաստանին բերել խաղաղություն։ Ժողովրդի այդ պատգամը մենք արձանագրեցինք Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորություն։ Հենց այսպես էլ կառավարության ծրագրում գրված է։ Եվ ուրախ եմ արձանագրել, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ վարչապետն արձագանքել է հարցին, ինչ տարբերություն կա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասով Հայաստանի եւ Ադրբեջանի ընկալումների միջև։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք, որ չի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնեցրած որևէ փաստաթղթում, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրել է ՄԱԿ-ի ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից եւս ստիպված է եղել անդրադառնալ այս խնդրին եւ այս համատեքստում եւս մեկ անգամ հիշեցրել է, որ խաղաղությունը խնամք է պահանջում, իսկ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ համաձայնեցված բառապաշարի գործածումը։ Ես կխնդրեի բոլոր այն գործընկերներին, ովքեր հետաքրքրված են թեմայով կամ առավել եւս պատրաստվում են հրապարակային խոսել այդ թեմայով, բացարձակապես դժվար չի այդ մեկ էջանոց պլյուս մի քանի էջ փաստաթուղթը կարդալ։ Իսկ ինչ կիմանանք մենք այդ փաստաթուղթը ընթերցելուց։ Կիմանանք, որ ձեր նշած խոսույթը ընդհանրապես գոյություն չունի եւ բացակա է այդ փաստաթղթերում։
Տեսեք, ես էլի ուզում եմ ընդգծել, դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ, որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Եվ ես ասում եմ, ես վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից նույնպես ստիպված եղա անդրադառնալ այս խնդրին, որովհետև տեսեք, ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում։ Այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ բառապաշարի օգտագործումը։ Լեգիտիմ համաձայնեցված բառապաշարի օգտագործումը։ Ես ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցա եւ արձանագրեցի, ընդ որում նույնը կարող եմ ասել այսօրվա ելույթի մասին եւ արձանագրեցի, որ իմ ելույթի մեջ չկա մի բառ, մի արտահայտություն, որի ծագումնաբանությունը ես չեմ կարող ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից։ Հետևաբար նրանք, ովքեր օգտագործում են Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, ըստ էության եւ իմիջիալոց ես նաեւ դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեւ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ Դա արդեն իսկ ձեռբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է եւ կներեք, ես չգիտեմ, ինձ շատ հետաքրքիր է, դուք որտեղից գիտեք այդ արտահայտությունը, որտեղ եք կարդացել, որ Հայաստան-Ադրբեջան, տեսեք, դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել եւ ավելին վնաս է բերում խաղաղության գործընթացին, որովհետեւ ուղիղ կերպով խախտում է պայմանավորվածությունները եւ դուրս է օգտագործվող լեգիտիմ բառապաշարից։ Զանգեզուրի միջանցք տերմինի օգտագործումից ձեռնպահ մնալու կոչ է արել վարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքելով Ադրբեջանի վարչապետին։ Փոխվարչապետը հերավար մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին։ Ելույթում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին ի պատասխան ասել է, որ հարկ է ձեռնպահ մնալ Զանգեզուրի միջանցք տերմինի օգտագործումից, հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման սահմանումը։ Բաքվում պահվող գերիներ ունենք, որոնց հարցով կառավարության ղեկավարը, արտաքին գործերի նախարարը, նաև խորհրդարանն առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի վերադարձնեն հայրենիք։ Լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի ԿՊԱ-կան պատգամավորն է ասել. Հարցին ինչու ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերի կամ ռազմագերու փոխարեն օգտագործեց երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձ ձևակերպումը։ Բաքոյանը չի մեկնաբանել, պարզապես նշել է, որ վարչապետը ինքը կարող է ներկայացնել իր մեկնաբանությունը, բայց ինչ վերաբերում է գերիներին, վստահ կարող է ասել, որ մեր միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներին, բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր տարբերակներով անպայման առաջինը կամ առաջիններից մեկը բարձրաձայնում են կամ խոսում գերիների մասին։ Վարչապետի մեկնաբանությունը ես չեմ կարող ներկայացնել, որովհետև վարչապետը ինքը կարող է ներկայացնել իր մեկնաբանությունը, բայց ինչ վերաբերում է գերիներին, վստահ կարող եմ ասել, որ մեր միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներին, բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր տարբերակներով մենք անպայման առաջինը կամ առաջիններից մեկը խոսքը հարցերի մասին է, բարձրաձայնում ենք կամ խոսում ենք մեր գերիների վերադարձի մասին։ Տնօրենի այցից հետո որևէ տեղեկություն չկա, ինչ փուլում է խոսվել այդ մասին գերիների վերաբերյալ, որևէ հաղորդագրություն չտարածվեց, այսինքն հանրությունը չիրազեկվեց, ի վերջո Փայլակ ջան, կան աշխատանքներ, որոնց կարծում եմ այդ աշխատանքները հանրայնացնելը կարող է process-ին վնասել եւ այն աշխատանքները, տեսեք, աշխատանքները չեն դադարում եւ մեզանից չի, որ 100% կախված է եւ մենք ենք որոշում վերադարձի մասով, բայց մենք առավելագույն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի վերադարձնենք
Բաքվում պահվող մեր հայրենակիցներին եւ այդ ուղղությամբ կրկնում եմ եւ խորհրդարանը եւ կառավարությունը առավելագույն աշխատանք են իրականացնում եւ ձեզ հայտնի աշխատանքը ընդամենը այսբերգի երևացող մասն է, ահռելի ծավալի աշխատանքը ընդամենը չի երևում։ Պարոն Բաքրյան, ներողություն, այս վարչապետի խոսույթի փոփոխությունը արդյոք հետ քայլ է կամ ինչ որ զիջում է չասել գերի, չասել ռազմագերի։ Ես դրամաբանություն չեմ տեսնում զիջման կամ դրամաբանության փոփոխության, որովհետև բոլոր դեպքերում ստացվում է, որ Բաքվում մեր հայրենակիցներն են, ովքեր պետք է վերադառնան Հայաստան, եւ որի մասին նաև վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է այդ մասին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասել է, որ Փարաքարի սպանությունների հետ որևէ կապ չունի։ Փարաքարի դեպքի հետ կապված ազգային ժողովում նա ելույթ է ունեցել 2025 թվականի փետրվարին, երբ տեղի էր ունեցել հայտնի դեպքը Մերձավանում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ աշխատել են ինքնաձիգ ու հրազենային այլ միջոցներ։ Վիրավորվել էր մեկ անձ, մեկն էլ մահացել էր։ Սարգսյանը ներքին գործերի նախարարին հարց է տվել, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են տարվել, որ այս երկու խմբերի միջև թշնամության հետքեր չլինեն, դժբախտ պատահարներ չլինեն ու անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ ու վիրավոր։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորը վստահեցրել է, որ ինքը հեռու է քրեական ենթամշակույթից ու այդպիսի անձանց հետ սեղան չի նստում։ Փարաքարի դեպքի հետ կապված բնականաբար ես որևէ կապ չունեմ։ Փարաքարի դեպքի հետ կապված ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել 2025 թվականի փետրվարին, երբ տեղի են ունեցել հայտնի դեպքերը փետրվարյան Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում, որտեղ տեսանյութերից հայտնի էր դառնում, որ աշխատել է ինքնաձիգ եւ այլ հրազենային միջոցներ, վիրավորվել է մեկ անձ եւ մեկ անձ տեղում մահացել է դեպքի վայրում։ Ես ազգային ժողովում հանդես եմ եկել, այդ հայտարարությունը կարող եք տեսնել եւ ասել եմ, որ տվյալ դեպքում ներքին գործերի նախարարությանը հարց ու պատասխանի ժամանակ հարց եմ տվել ներքին գործերի նախարարին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են տարվել, որպեսզի այս երկու խմբերի միջև այդ վիճաբանությունների կամ թշնամության հետևանքով չունենանք դժբախտ պատահարներ եւ նաեւ ինչ որ առումով մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկություններ են եղել, որ կա երկու խմբերի միջև թշնամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Սա կապված Փարաքարի դեպքերի հետ լավ աշխատանք հիմա հետ կապված լուսանկարներ ավելի շատ։ Դուք ասում եք քրեական ենթամշակույթից հեռու մարդ։ Ինչպես է ստացվում հեռու մարդը մոտ է այդքան այդ անձին։ Ես քրեական մշակույթից հեռու եմ, ես քրեական ենթամշակույթի դեմ բարբերաբար հարցեր եմ տալիս ազգային ժողովում եւ նաեւ հարցումներ եմ կատարում եւ աշխատանք ենք տանում, որպեսզի քրեական ենթամշակույթը մեր երկրից արմատախիլ արվի, որևէ կապ ինչպես քրեական ենթամշակույթ կրող մարդկանց սեղան եք նստում։ Ջերմ լուսանկարվում եք նորմալ։ Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում։ Ես կներեք մեծ բան ասեմ։ Տարբեր լուսանկարներ կարող լինեն, ինչի մասին է խոսքը։ Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ ես կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ։ Հիմա մեր ախտորանի մասին է հարցը, պատասխանը թույլ տվեք, կարաք միաժամանակ։ Դուք միաժամանակ 10 հոգով խոսում եք, ես գրկած նկար որևէ մեկ հետ չունեմ։ Հիմա տվյալ դեպքում մեր ախտորանի հետ լուսանկարը տեղի ունեցել տարիներ առաջ, մեր ախտորանին ես չեմ հիշում երբեք վերջի անգամ տեսել, դա եղել է հավանաբար 2 տարի առաջ։ Ընկերական հարաբերությունների կապի մասին անգամ իր հեռախոսի համարը չունեմ, ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից, ծանոթացել եմ եւ կարող եմ ասել այդքանը, որևէ կապի մեջ իր հետ չեմ գտնվում։ Կներեք չեմ ցանկանում նման հարցերի, նման մականունով հարցերի պատասխանել։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է խոսել իմպիչմենթի մասին, նաև պատասխանել հարցին, ինչպես է դիրքավորվելու ընդդիմությունն առաջիկա ընտրություններում։ Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում, ընդ որում ազգային ժողովում, խորհրդարանական ղեկավարման երկրում փոփոխություններ կարող են լինել հերթական ընտրությունների եւ արտահերթ ընտրությունների ձևաչափով։ Գիտեք, որ արտահերթ փոփոխությունների առումով պատիվ ունեմ խմբակցությունը, քաղաքական պատասխանատվությունը
վերցրել եւ նաեւ մենք մեր ստորագրություններով դերևս 3 ամիս առաջ միացել ենք եւ այդ գործընթացն է ընթանում, տեսնենք թե ինչպիսի եզրահանգման կգան, չնայած նրան, որ գտնում ենք, որ դժվարին պրոցես է, մանավանդ եթե մաթեմատիկական հաշվարկների առումով եւ նաեւ փողոցը գեներացնելու եւ ազդելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա։ Երկրորդը արտահերթ ընտրությունն է։ Հերթական ընտրություններն են։ Հերթական ընտրությունների համար կգա ժամանակը կասենք, որովհետև այս պահին մենք որևիցե քննարկում չենք իրականացրել։ Ես ինքս խմբակցության ղեկավար եմ, իհարկե դաշինքի ներկայացուցիչ, բայց դաշինքում կան մեծ կշիռ ունեցող կուսակցություններ, որոնց հետ քննարկումների արդյունքում կգանք համապատասխան եզրակացության։ Ես նկատի ունեմ հայ-աղափական դաշնակցությունն է եւ նաեւ դաշինքի ղեկավար կազմը։ Այս պահի դրությամբ մենք քննարկումներ չենք իրականացրել։ Դուք ինչ եք կարծում, ի վերջո կհաջողվի, արդեն դուք էլ միացած որպես impeachment-ի, հա, այսպես ասենք, շարժիչ ուժ ԿՊԱ-ականներին բերել, որ իրենք միանան գործընթացին։ Աստված հաջողվի, այս տարիների ընթացքում գիտեք, որ մենք պայքարել ենք մի քանի շարժման ակունքներում կանգնած է եղել մեր ուժը եւ հայրենիքի փրկության շարժումը եւ դիմադրության շարժումը եւ սրբազան շարժմանն ենք աջակցել։ Ես կարծում եմ, որ ծրագրային առումով նաեւ մեր գործընկերները, պատիվ ունեմ խմբակցության գործընկերները պետք է ներկայացնեն, հավատանք, որ կհասնենք հաջողության։ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել վարչական համալիրի մոտ ակցիա իրականացրած քաղաքացիների վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին։ Նշվում է, որ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասերյանն ընդունել է քաղաքացիներին։ Հանդիպումը տևել է մի քանի ժամ։ Ակցիայի մասնակիցների նկատմամբ Պաշտպանության նախարարության ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք։ Բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել։ Ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, տեսանյութերն առկա են, ինչին ի պատասխան ռազմական ոստիկանության ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից, ասված է հաղորդագրությունում։ Վարժական հավաքներից խուսափողները քրեական հետապնդման կենթարկվեն։ Ազգային ժողովում պաշտպանության փոխնախարարն է հայտարարել կարգի խստացման մասին։ Արման Սարգսյանն ասել է, որ օրենքների նախագծերը քննարկվել են համապատասխան հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն։ Ընդդիմությունն էլ հայտնել է մտահոգությունները նախագծի առնչությամբ, հարց բարձրացրել, ինչու են խուսափում ծառայությունից, կան մեծագույն խնդիրներ, որովհետև խուսափումները շատ են։ Ընդդիմադիր պատգամավորը նկատել է, որ կեցության պայմաններն ուղղակի ահավոր վիճակում են, փոխնախարարն էլ արձագանքել է։ Արդեն 2 տարի է, 2-3 տարի է 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կառավարությունը բազմաթիվ փոփոխություններով հանդես է գալիս։ Բայց որ հետևում ենք այդ փոփոխություններին, բոլորը խստացումներ են, բոլորը հստակեցումներ են, որովհետև քաջ գիտակցում ենք, որ 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կան մեծագույն խնդիրներ։ Որովհետև խուսափումները շատ են, եւ ինչն է մարդուն ստիպում խուսափել, անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատավայրից զրկվելը, 25 օր ոչ գրանցված աշխատանքից զրկվելը, ընտանիքից զրկվելը եւ բազմաթիվ այն խնդիրները, որը 25-օրյա վարժական հավաքներից վերադարձողները պատմում են իրենց ընկերներին, հարևաններին, աշխատակիցներին, ինչպես առօրյա կյանքում բոլորս ականատես ենք։ Որտեղ 25-օրյա վարժական հավաքները ոչ թե վարժական հավաքներ են, ինչպես ձևակերպված է օրենքը, այսպես սիրուն վարժական հավաք, այլ 10 օր հետո 15 օր մարտական հերթապահության հավաքներ են, որովհետև վարժական հավաքները Հայաստանում ի սկզբանե նաև աղճատվեցին, որտեղ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով, հիշում եք հայտնի դեպքերը, որովհետև պրոբլեմ կա, որտեղ գյուղից վարժական հավաքների շատ ավելի պարտաճանաչ են գնում, քան Երևանի։ Եվ անկեղծ լինենք, լավորի չի, որ այս վարժական հավաքները կան, դրա համար միշտ քննարկումների սրտացավ մասնակցում ենք, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության խնդրեմ կա, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն այսօր 2-3 ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ խնդիրներ են։ Եվ թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են։ Ոչ,
վարժական հավաքները բացը լրացնելու համար է։ Վաղը եթե թիվը չհերիքեց մարտական հերթապահության, ավելի շատ մարդ են տանելու վարժական հավաքների, բայց այդ բոլոր պրոբլեմները չլուծած, տեսեք, տաքսիստը, որը գնում է վարժական հավաքի է, ստանում է այդ 180,000 դրամը, չէ որ իր ստացած այդ շահույթից շատ ավելի քիչ է, օրերս ականատեսը մի ուրիշ բանի, գործող ավականին, որ ամեն օր նիստեր է գումարում, որոշումներ է կայացնում, ավականու անդամը զորակոչվում է վարժական հավաքների, որը ինքնին, չեմ ասում ճիշտ է կամ սխալ, բայց խնդիր է։ Երբ որ հանդերձանքի հետ կապված պարոն Սարգսյանն է նստած, հանձնաժողովում են բարձրաձայնել, մի քանի ամիս առաջ բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր կար, որ վարժական հավաքից հետո ասում են 42,000 պահելու են ֆորմի համար։ Ահազանգը եղավ, ոնց որ կարգավորվեց։ Բայց հիմա էլ ֆորմեն, որ տալիս են, ասում են աչքի լույսի պես 3 տարի պետքա պահել, թե պաշտպանության նախարարությունը արդեն 3 տարիա խոստանում է այդ ֆորման վերջապես փոխի։ Կեցության պայմանները հանձնաժողովում էլ եմ ասել, դեպքեր կան, որ ուղղակի ահավոր վիճակում են։ Իհարկե, անվտանգության հետ կապված բոլոր խստացումները կարևոր են, եւ շատ հաճախ դրա համար է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկում, բայց նաեւ անվտանգության հարցի աչքակապությունը, մարդկանց խաբելը, պոռոտախոսությունը, որը ինքնին ձևն է, բայց բովանդակությունը շատ ավելի վատն է մեր անվտանգության համար։ Շնորհակալ եմ։ Նախ նշեմ, որ եթե ասում ենք աչքակապություն, ապա ամեն ինչ կթաքցվեր եւ շտկումներ եւ փոփոխություններ չէին իրականացվի։ Դա արդեն իսկ ճիշտ ձևակերպում չէ, որովհետեւ եթե մենք տեսնում ենք խնդիրը եւ լրացնում, փոխում, շտկում ենք, արդեն աչքակապության մասին չէ։ Հաջորդ, չկան մեծագույն խնդիրներ։ Այդ ձևակերպումը եւս ուրճացված է, պարոն Մանուկյան, որովհետեւ մենք օրըստօրե տեսնում ենք փոփոխություններ եւ այդ փոփոխությունները բացառապես դրական են։ Իսկ ինչի փոփոխություններ, որովհետեւ նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական։ Իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ Զորքի թվականակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքների ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաև մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետեւ 24 օրից 10 օրը ըստ զինվորական հաշվառման մասնագիտության իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են եւ այդպես շարունակ։ Հաջորդը, նույն այս ամբիոնից մենք ներկայացրել ենք օրենքի փաթեթներ, նախագծեր, որոնցով բարելավել են քաղաքացիների իրավունքները, որպեսզի մենք վարժական հավաքների ներկայացնողներին որևէ կերպ նեղություն չպատճառենք, սկսած ֆինանսականից։ Այս ազգային ժողովը ընդունել է օրենքի նախագիծ, որով մենք սահմանել ենք այնպիսի դրույթներ, որ եթե քաղաքացին մասնակցում է վարժական հավաքին, ապա իր աշխատավարձից բացի գործատուն տալիս է այնքան վարձատրություն, որպեսզի իր ստացած վարձատրությունը որևէ կերպ չնվազի։ Դուք ներկայացնում եք ոչ գրանցված աշխատողները տուժում են։ Կներեք, բայց ցանկալի է գրանցվեն այդ աշխատողները, որովհետև ինչ է նշանակում ոչ գրանցված աշխատող եւ ոչ գրանցված աշխատողը չի կարող բանակի մասին խոսել, որովհետև իր գրանցման արդյունքում ձևավորվելու է պետական բյուջե, որոնք ծախսվելու են նաև բանակի կարիքները հոգալու համար։ Հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում վստահությունը չարաշահելու համար, այսպես մի շարք խնդիրներ կան, համազգեստի հետ կապված սրան էլ անդրադառնամ, պարոն Մանուկյանը իրականում հնչեցրել է, որ համազգեստի գումար են պահում, մենք ճշտել ենք, դա չի վերաբերել համազգեստին, այլ վերաբերվել է այն իրերին, որոնք հատկացվում են, իրականում եթե զինծառայողը ստանում է ջրի շիշ, չգիտեմ, այլ հագուստներ, որոնք նախատեսված են ծառայության համար եւ դրանք կորցնում է, բնականաբար պետք է
իրենից պահվեն դրանք, որովհետև անփույթ վերաբերմունք համազգեստն իրենն է, սակայն այն գույքը ավարտվել է ժամանակը շատ շնորհակալություն եմ խնդրում ուշադրության համար եւ խնդրում եմ կողմ քվեարկել։ Ազգային ժողովի նիստերի օրակարգում էր նաև ընդդիմադիր Հայաստան խմբակցության նախագիծը, որը վերաբերում է հայոց ցեղասպանությունը, նաև Հայաստանի կողմից կամ միջազգայինորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելու պատժին։ Իշխող ուժը նախագիծը կեղծ է որակում, խորհուրդ է տվել դադարեցնել ֆեյք օրակարգեր գեներացնելը։ Ըստ էության ընդդիմությունը իր հերթական կեղծ օրակարգն է բերել եւ փորձում է, այսպես ասած, օրակարգեր գեներացնի, որովհետեւ ըստ էության ընդդիմությունը, որը ոչնչացած է մասնավորապես օգոստոսի 8-ին կնքված շրջադարձային փաստաթղթերից հետո, անընդհատ օրակարգեր թեմաներ է փնտրում իր քաղաքական գոյությունը մինչև այս գումարման վերջ պահպանելու համար, եւ սա հերթական ուրեմն այդ դեպքերից մեկն է, ոնց որ մի քանի օր առաջ այս դահլիճում լսումներ էին, այդ լսումներն էլ հերթական կեղծ, ֆեյք օրակարգն էին, ոչնչի մասին օրակարգ էր, ինչի մասին որ մեր հանրությունը ըստ էության հենց լսումները նայելով հասկացավ, թե ինչեր է, ինչ խայտառակություններ այստեղ կատարվում։ Եվ հիմա էլի կեղծ օրակարգ է բերվել, առայն թե բա ցեղասպանությունը փորձում են մերժել, արտահայտություն հնչեց, որ տոտալ քարոզչություն է տեղի ունենում ցեղասպանության դեմ։ Սա խայտառակություն է ուղղակի, որովհետև ամբողջությամբ նա կեղծ է այս թեզը եւ այն դիտարկումը, որ մենք պետքա նայենք ինքներս մեզ եւ հասկանանք, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել պատմական տարբեր ժամանակաշրջանում, այդ պատմական իրողության հերքման մասին չի։ Սա ինքնահայեցման մասին է եւ առաջին հերթին այն մասին է, որ մենք նայենք եւ տեսնենք, թե պատմական տարբեր ժամանակաշրջանում ինչեր են մեր հետ տեղի ունեցել, որ այլևս երբեք տեղի չունենա եւ մենք կարողանանք կանխել նման ողբերգությունները մեր ժողովրդի հետ տեղի ունեցող, տեղի ունեցած։ Եվ դուք վերցրել եք այս թեման եւ կրկին խաղում եք մարդկանց հույզերի հետ։ Ինչպես խաղում եք 44-օրյա պատերազմի զոհերի, վիրավորում ստացած, հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց եւ նրանց հարազատների ուրեմն վշտի հետ։ Ինչպես խաղում եք վերջերս Փարաքարում տեղի ունեցած դեպքերի հետ կապված այդ շրջանակի մարդկանց վշտի հետ։ Դուք ընդհանրապես ման եք գալիս վիշտ եւ ցավ, որ գաք դրա վրա փորձեք քաղաքական միավորներ հավաքել։ Էսա, ժողովուրդ ջան։ Երբ որ այստեղ գալիս եք եւ փորձում եք մարդկանց համոզել, որ ինչ որ այլ երկրի օրակարգեր են այստեղ առաջ տարվում եւ այլն, հղումներ եք անում, գրական ստեղծագործություններ են տարածում եւ այլն, նախ պարոն Մանուկյան, ուզում եմ ձեզ ասեմ, որ ժամանակակից աշխարհում կա on-line գրադարաններ եւ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում կարող է կարդալ ցանկացած գրական ստեղծագործություն առհասարակ։ Ես ձեզ ասեմ, դուք զուտ իմանաք սրա մասին։ Եվ հետո, երբ որ նման բաներ եք խոսում, մի հատ հիշեք ձեզ, դուք եւ ձեզ սպասարկող լրատվամիջոցները օր ու գիշեր հղում են անում թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների վրա։ Դուք իրանցով եք ապրում։ Եվ հետո եկել եք ստեղ, մեզ եք փորձում նման ուրեմն բաների մեջ մեղադրել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս դադարեցնել կեղծ օրակարգեր ուրեմն գեներացնելը, դա ձեզ չի փրկելու եւ չի պահպանելու ձեր քաղաքական գոյությունը մինչեւ գումարման ավարտը։ Շնորհակալություն։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի աջակցել Իսրայելի ցանկացած գործողության Գազայի հատվածում, եթե Համասը մերժի Վաշինգտոնի կողմից մշակված հակամարտությունը լուծելու ծրագիրը։ Իսրայելը կունենա իմ լիակատար աջակցությունը Համասի սպառնալիքի ոչնչացման աշխատանքն ավարտելու համար, բայց ես հույս ունեմ, որ մենք կունենանք խաղաղության համաձայնագիր։ Բոլորն ընդունել են այն, բայց ես զգում եմ, որ մենք դրական պատասխան կստանանք Համասից, ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։ Թրամփը նաև նշել է, որ եթե Համասը ընդունի առաջարկը, այն նախատեսում է բոլոր մնացած պատանդների անհապաղ ազատ արձակում, բայց ոչ ավելի քան 72 ժամվա ընթացքում։ Համասի այն անդամները, որոնք ցանկանում են լքել Գազան, նրանց կտրամադրվի անվտանգ անցում ընդունող երկրներ, նշել է Թրամփը։ Իր հերթին Նեթանյահուն զգուշացրել է, որ խաղաղ լուծումը Գազայի համար նախընտրելի տարբերակ է։ Նրա խոսքով Իսրայելը կշարունակի պատերազմը, եթե Համասը մերժի Թրամփի ծրագիրը։
Աշխարհի մի շարք առաջնորդներ եւ արտաքին գործերի նախարարներ հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրին իրենց աջակցության եւ անկլավում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով համագործակցելու պատրաստակամության մասին։ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Կատարի եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, վերահաստատելով իրենց հանձնառությունը Միացյալ Նահանգների եւ կողմերի հետ դրական եւ կառուցողական համագործակցությանը համաձայնագիրը վերջնականապես հաստատելու եւ դրա իրականացումն ապահովելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Թրամփի ծրագիրը X հարթակում արված հայտարարության մեջ նշելով. «Ես ակնկալում եմ, որ Իսրայելը վճռականորեն կներգրավի այս սկզբունքին։ Համասը այլընտրանք չունի, բացի բոլոր պատանդներին անհապաղ ազատ արձակելուց եւ այս ծրագիրը իրականացնելուց»։ Մակրոնը նաև հաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը նպաստելու ծրագրի իրականացմանը եւ հետևելու կողմերի պարտավորություններին։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միավորել եւ համագործակցել ԱՄՆ վարչակազմի հետ այս առաջարկը վերջնականապես մշակելու եւ իրականացնելու համար, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նրա խոսքով Պաղեստինյան Համաս շարժումը պետք է ընդունի ԱՄՆ ծրագիրը, վայր դնի զենքերը եւ ազատ արձակի մնացած պատանդներին։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես ողջունել է ԱՄՆ առաջարկը, նշելով, որ այն կարող է լինել շրջադարձային պահ։ Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը եւ առաջնորդությունը Գազայում արյունահեղությունը դադարեցնելու եւ հրադադարի հասնելու համար։ X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել դիվանագիտական գործընթացին եւ մտադիր է նպաստել բոլոր կողմերի համար ընդունելի արդար եւ երկարատև խաղաղության հաստատմանը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւս ողջունել է ԱՄՆ նախագահի խաղաղության առաջարկը։ Այս մասին ֆոն դեր Լայենը նշել է X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Ողջունում եմ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Խրախուսում եմ բոլոր կողմերին այժմ օգտվել այս հնարավորությունից, նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Կատարը եւ Եգիպտոսը Թրամփի ծրագիրը փոխանցել են Համասի բանակցային թիմին, որն էլ իր հերթին միջնորդներին խոստացել է ուսումնասիրել Թրամփի առաջարկը։ Ինդոնեզիայի Ջավա նահանգում փլուզվել է Ալ-Հոսինի իսլամական գիշերօթիկ դպրոցը։ Փրկարարները փլուզված դպրոցի շենքի փլատակներից տասնյակ աշակերտների եւ աշխատողների են դուրս բերել։ 3 մարդ զոհվել է, 99-ը հոսպիտալացվել, որոնցից մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել։ Հայտնել են պաշտոնյաները, հավելելով, որ զոհերի թիվը կարող է աճել։ Աղետների հետևանքների վերացման գործակալությունը հայտնել է, որ երկհարկանի շենքը անկայուն հիմքեր ուներ եւ չէր կարողանում դիմանալ եւս 2 հարկերի կառուցման ծանրությանը։ Փլուզումը տեղի է ունեցել երեխաների աղոթքի ժամանակ։ Աղջիկները աղոթում էին շենքի մեկ այլ մասում եւ կարողացել են դուրս գալ։ Տասնյակ փրկարարներ գիշերը որոնում էին ողջ մնացածներին, սակայն փրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին երեքշաբթի օրը։ Իշխանությունները հայտնել են, որ շենքը կարող է կրկին փլուզվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին կարգադրել է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի եւ որոշ տեսակի փայտե արտադրանքի համար։ Սպիտակ տան հրապարակած փաստաթղթից պարզ է դառնում, որ ապրանքի արժեքի 10%-ի չափով մաքսատուրք է սահմանվում փայտի ներմուծման վրա։ 25%-ի չափով մաքսատուրքեր կգործեն կահույքի որոշ տեսակների ներմուծման վրա։ Նոր սակագները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 14-ին։ 2026 թվականի հունվարի 1-ից հետո նախատեսված է մաքսատուրքերի բարձրացման հնարավորություն։ Թրամփը օգոստոսի 22-ին հայտնել էր, որ Վաշինգտոնը հետաքննություն է անցկացնում այլ երկրներից կահույքի ներմուծումների վերաբերյալ։ Նա նշել էր, որ հետաքննության արդյունքներով այդ արտադրանքի ներմուծման վրա կսահմանվեն մաքսատուրքեր։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում պայթյուն է եղել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել ժամը 16-ի սահմանում։ Դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ըստ նախնական տվյալների 4 քաղաքացի հոսպիտալացվել է։ Մեթամֆետամին իրացնող երիտասարդներ են կալանավորվել, քրեական ոստիկանության բացահայտումը։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում Telegram սոցիալական հարթակի միջոցով։ Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 25-ին, ժամը 16:50-ին Երևանի Արտաշատի խճուղում բենզոլցակայանի դիմաց 23 եւ 29 տարեկան երիտասարդները ձերբակալվեցին եւ վերջինիս վարած Mercedes Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք ու կնիկվեց։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ սեպտեմբերի 27-ին խուզարկություն կատարվեց Mercedes Magnus-ի ավտոմեքենայում։ Հայտնաբերվեց ընդհանուր մոտ 150 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, 127 փաթեթ, եւս մեկը մոտ 7 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Շարուրի փողոցում գտնվող 29-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվեց պլաստիկ տարա, 89 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգվածով եւ նույն զանգվածով կպչուն ժապավենի 1 փաթեթ։ Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ հանրապետության տարածքում վաղը կեսօրից հետո, իսկ Երևանում գիշերը հնարավոր են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6-ին։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հիշեցնեմ թողարկումից վայրկյաններ անց վերլուծությունը բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողության։